Անհավատալի է, բայց մենք քեզ տեսնելու ենք Հիսուս։ Անհավատալի է ուղղակի, որ մենք մեզանից ոմանք այնքան երանելի են, այնքան երջանիկ են, որ քեզ տեսնելու են դեմ առ դեմ և մահ չեն տեսնելու։ Մահ չեն տեսնելու։ Դեռ մի տարի առաջ, տարի ու կես առաջ ես չգիտեի, որ կա նման ճշմարտություն, որ Հիսուսի զավակները, նրանք, ովքեր իրոք իրենց սիրտը կնվիրեն Հիսուս Քրիստոսին, ովքեր որ մեռած են, հարություն են առնելու, ովքեր որ կենդանի են, իրենց մարմնով վեր են բարձրանալու, երկրից վերցվելու են և հանդիպելու են Հիսուս Քրիստոսին ամպերում։ Դա անհավատալի թվացող երանություն և երջանկություն է այդ ճշմարտությունը պատկերացնելը և ընդունելը և դրան հավատալը։ Դու հավատում ես, դու գիտես, դու սպասում ես, բայց միաժամանակ անհավատալի է թվում։ Այսինչ է պատրաստել Տերը մեր համար, ինչպես թե մի օր մենք մեր մարմիններով առանց մահ տեսնելու հանդիպելու ենք Հիսուս Քրիստոսին երկնքում և գնալու ենք նրա հետ իր թագավորություն։ Իսկ այս միտքը, որ մտածում եմ, ես այդ սերունդի ժամանակ եմ ծնվել, ես վստահ եմ, որ բոլորդ էլ մտածել եք դա։ Տեր իմ, այդ ինչպես ստացվեց, ես տարիներով, երկար տարիներ ապրել եմ այս երկրի վրա, չիմանալով, որ ամենաերջանիկ սերունդին եմ պատկանում աշխարհի։ Իհարկե այդ երջանիկ սերունդը վերաբերում է Հիսուսի զավակներին, իրական ճշմարիտ զավակներին, նրանց, ովքեր ընտրեցին Հիսուսին, ոչ թե աշխարհը։ Բայց միթե ես այդ ամենաերջանիկ սերունդի ներկայացուցիչ չեմ։ Ես ծնվել եմ հենց այդ ժամանակ, ով կարող էր մտածել, ով կարող էր պատկերացնել։ 1.5 տարի առաջ ես ընդհանրապես չէի կարող պատկերացնել հափշտակություն, ինչ է դա։ Ես հուսով եմ, ես հավատում եմ, որ ես կլինեմ հափշտակվողների մեջ, հափշտակվողներից մեկը, հավատում եմ։ Եվ ես հավատում եմ, որովհետև ես հավատում եմ, որ իմ Տերը այդքան ողորմած է և այդքան սիրում է ինձ։ Բայց ամեն օր գիտակցում եմ, որ ես ինքս գործ ունեմ անելու։ Ես ինքս ամեն օր Տիրոջ օգնությամբ և նրա առաջնորդությամբ պիտի ավելի ու ավելի մաքրվեմ, պիտի ավելի ու ավելի խոնարհվեմ։ Բայց ամենակարևորը սա է, իմ սիրտը։ Սիրտ, որն աշխարհում ամենաշատը սիրում է Հիսուսին։ Սիրտ, որ ամեն ինչ կթողնի հանուն Հիսուսի սիրո։ Սիրտ, ով Հիսուսի անունից արդեն արտասվում է, Հիսուսին պատկերացնելիս արդեն արտասվում է։ Երբ պատկերացնում է առանց Հիսուսի, հենց այդ պահին զգում է մահը, ինչ է, որովհետև առանց Հիսուսի չկա կյանք։ Եվ ամենակարևորը մեր սիրտն է։ Ու Հիսուսը հենց մեր սրտերով է մեզ ընտրում։ Հիսուս Քրիստոսը մեզ կուղղի, մեզ կմաքրի, մեզ կսովորեցնի, մեզ կառաջնորդի, կների, կազատի չարից, կների, բայց մեր սրտերը ամենակարևորն են, որովհետև մենք կարող ենք սխալվել, բայց ամբողջ սրտով ձգտել Հիսուսին։ Մենք կարող ենք մոլորվել, խաբվել, գայթակղվել, շեղվել, բայց մեր սիրտը պատկանի Հիսուսին։ Եվ նա, ում սիրտը պատկանում է Հիսուսին, նա երբեք չի զրկվի Հիսուսից, որովհետև Հիսուսի ձեռքից խլել չի լինի նրան, ում սիրտը պատկանում է Հիսուսին։ Ամեն օր պետք է աշխատենք մեր վրա։ Ամեն օր, ամեն ժամ։ Պետք է մենք մեզ ինքնազննենք, ինքնակննենք։ Լավ, հիմա ստացվում է, որ մենք այդ սերունդն ենք, այո, և մենք կարող ենք այդ երանելիների շարքում լինել։ Մենք կարող ենք շուտով հանդիպել Տեր Հիսուս Քրիստոսին առանց մահ տեսնելու։ Եվ նրանք էլ, ովքեր որ մահացել են,
բայց Հիսուսին են պատկանում, նրանք հարություն կառնեն։ Ու մենք ապրում ենք այդ ժամանակում։ Շատ մարդիկ այնպես են խաբվել, գայթակղվել չարի կողմից, որ ունեն իրենց հորինած, իրենց պատկերացրած աշխարհը, որտեղ ոչ թե աշխարհի վերջն է, այլ նոր կյանքի սկիզբ, գունավոր, երջանիկ, հետաքրքիր, ուրախ պահեր։ Եվ այդ մարդկանց չարը խաբել է, որ պիտի կյանքից վերցնես ամեն ինչ։ Եվ այդ մարդկանց չարը խաբել է, որ առաջինը քեզ սիրի։ Չարը խաբել է նրանց ասել է, որ սերը, եթե միտեղ կա զոհաբերություն, դա սեր չէ։ Սեր ինքնազոհաբերություն չէ, եւ այդ նախադասությունը շատ են մարդիկ ասում, կրկնում։ Ու հենց այդտեղ այդ նախադասության մեջ միանգամից հասկանում ենք, որ չարն է գործում, որովհետև նա, ով ճանաչում է Հիսուս Քրիստոսին, գիտի, որ սերը հենց ինքնազոհաբերություն է։ Ես տարիներով լսել եմ այդ նախադասությունը տարբեր ազգերից, տարբեր մարդկանցից։ Սերը ինքնազոհաբերություն չէ։ Եթե սիրում ես, պիտի սիրես քեզ առաջինը, քեզ սիրիր, որ ուրիշներն էլ սիրեն։ Առաջինը քեզ սիրիր, որ ուրիշներին էլ դու կարողանաս սիրել, եթե քեզ չսիրես, ոնց ես ուրիշներին սիրելու։ Դա սատանայի խոսքերն են, որին հավատացել են մարդիկ, որովհետև նա, ով ճանաչում է Աստծուն, նա գիտի, որ առաջինը պետք է սիրի եւ պաշտի իր Տեր Աստծուն։ Նա, ով ճանաչել է Աստծո սերը, գիտի, որ Աստված ինքն իրեն զոհաբերեց հանուն սիրո։